Քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանը ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ անսպասելի նվեր է ստացել խաղալիք ձեռնաշղթա։ Նվերի հեղինակ անդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, բայց նվերը դուր չի եկել ՔԿ նախագահին։ Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Ազգային ժողովում պետբյուջեի քննարկմանը ներկա էր քննչական կոմիտեի նախագահը։ Սա լավառիթ էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն ու ԶԼՄ-ներն իրենց հարցերն ուղղեին նախագահին, հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները։ Վերջիններն անշուշտ բաց չթողեցին առիթն ու պետբյուջեի քննարկումը վերածվեց պարզաբանումների։ Ընդդիմադիրները ՔԿ նախագահից փորձեցին պարզել, թե ինչու են երկրում շատացել կալանավորումների թիվը։ Պողոսյանը զարմացավ հարցից, պնդեց կալանավորումների թիվը հակառակը նվազել է։ 16.4%-ով դա հսկայական թիվ է կազմում, 16.4%-ով նվազում ունենք։ Սա արձանագրում եմ, նաև նշեմ, թե դա ինչի արդյունքում է, որովհետև հանրարական է տրվել այդ մասով, որ հարուցել միայն բացառիկ դեպքերում եւ խիստ անհրաժեշտության դեպքում։ Դրանից հետո ընդդիմադիրները որոշեցին խոսել հստակ օրինակներով, հիշատակելով կալանավորված հոգևորականներին, փաստաբաններին եւ գործարար Սամվել Կարապետյանին։ Լավ անչափահասի նկատմամբ բռնությունը կիրառում են, հետո տանում են կալանքի։ Նրա ճակատագրի վրա խարան են թողնում, բայց ամեն ինչը չեք հաշվարկում։ Անչափահաս երեխան, որ դուրս է եկել հրապարակ, ինքը գնացել է բռնության ենթարկել Կարմիր Բերետավորին, որի համար ալֆա ջոկատին դուք այդտեղ հատուկ նշում եք, որ հատուկ ստորաբաժանման նկատմամբ բռնություն։ Անչափահաս երեխան Սարոխանյանի զոքանչը մեկ էլ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը գնացել էին ալֆա ջոկատին ծեծելու։ ՔԿ նախագահը բոլոր դեպքերի վերաբերյալ ուներ իր մեկնաբանությունը, օրինակ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի վերաբերյալ նշեց, որ վերջինս ըստ իր տեղեկությունների որոշ գործողություններ է իրականացել Գյումրիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ Պարոն Պողոսյան, ձեզ համար ծիծաղալու չէ ձեր պատասխանը Ռուբեն Մխիթարյանի մասով։ Ասում եք, բան է արել, ես տակից մի բան արել, հետո ձեռքերը բարձրացրել։ Ամբողջ ընթացքում տեսանյութերում երևում է այդ մարդը կամ ասում է հանգիստ կամ ինչ որ ձեռքերը sense բարձրացրած, ոչ թե ձև է տալիս, որ հետո ալիբի ունենա, ասի ձեռքերս բարձրացրացım, այլ ամբողջ տեսանյութը դրա մասին էր։ Լրագրողները եւս փորձել են պարզել, թե ինչու են վերջին ամիսներին կալանավորման դեպքերն աննախադեպաճել։ Պողոսյանը նորից պնդեց, բոլոր դեպքերում ինքը հանցակազմ է տեսնում։ Դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է։ Կներեք ավարտեմ։ Դա էլ է հանցագործություն։ Ձեր պաշտոնի նկատմամբ։ Հիմա մենք ասում ենք մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու։ Մեզ էլ է։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Հա։ Ըստ ձեզ դա բավարար է։ Դե հիմա նույնն է ասել Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք ձեր հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան։ Փարաքարի սպանություններն էլ ըստ Պողոսյանի ամբողջությամբ բացահայտված է, չնայած ընդդիմադիր պատգամավորների կասկածներին։ Եթե փետրվարի 25-ի սպանությունը բացահայտված լիներ լրիվ եւ ամբողջությամբ եւ որևէ կասկած չմնար եւ կողմերը բողոք չունենային, գուցե Վալոդիա Գրիգորյանը այսօր լիներ կենթանի։ Եվ վերջին նախադասությունը։ Նույն փետրվարի 5-ի դեպքի առիթով այսօր ձեր մոտ սպանության օժանդակության կասկածանքով կալանավորված անձը լրատվամիջոցների հետ զրույցում բողոքում էր քննության ընթացքից։ Նա էլ էր խոսում որոշակի պատվիրատուների մասին։ Ապա անդրադարձան գաղտնալսումներին եւ գաղտնի նկարահանումներին։ Պողոսյանը պնդեց, գաղտնի նկարահանումը պարտադիր չի, որ իրավապահ համակարգն իրականացնի։ Գուցե միջադեպի մասնակիցներից մեկն է հրապարակել։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները մեկը մյուսն է հրապարակի, դուք ինչի՞ այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Ես չգիտեմ, մենք ունենք ընդամենը հրապարակված տեսաձայնագրություն, բայց չգիտենք դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Ես ճիշտ ասած քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է։ Դե ո՞նց կարան կանխեն օրինակ, ի՞նչը կանխեն, նկարելը։ ՔԿ նախագահը վերջում հավելեց, միայն ընդդիմադիրների դեմ չէ, որ հաղորդումներ են ստանում, Հովանավանքի գրավման մասին հաղորդում են ստացել։ Հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել, հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ, վարույթ չի նախաձեռնվել։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։